Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարն է եւ այսօր մեզ համար տոնական օր է, որովհետեւ հայոց ազգային ավանդության համաձայն մեզանից ուղիղ 4500 տարի առաջ այսօրը Նավասարդի Արեգ օրը, Նավասարդի 1-ին, որը համապատասխանում է Հուլիան Տոմարի օգոստոսի 11-ին, հայոց անվանադիր նախնի նահապետ Հայկը հաղթանակ տարավ Բելի նկատմամբ հայոց ձորի ճակատամարտում եւ դրանից սկսած այդ մեծ հաղթանակից սկսած մեր նախնիները սկսեցին հաշվել հայոց բուն տոմարը։ Այսօր լրանում է հայոց բուն տոմարի 4500 ամյակը։ Այս կարևոր գեղեցիկ ավանդական իրադարձությունը մենք այսօր նշեցինք, դեռ 3 բանից սկսել էինք նշել, Հայաստանի մի քանի կետերում միաժամանակ տեղի էին ունենում միջոցառումներ եւ այդ միջոցառումները բոլորը միտված էին, բոլորը նպատակաուղղված էին մեկ կարևոր գաղափարի, այն է ազգային միասնության գաղափարը, որի կարևորագույն խորհրդանիշը մեզ համար եղել եւ մնում է Հայկ Նահապետը։ Մեր Սփյուռքի հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որոնք ըստ էության հնարավորություն չեն ունեցել հաղորդակից լինելու, մի քանի կարևոր միջոցառումներ եղան, մասնավորապես 3 Լորվա մարզի Սպիտակ քաղաքի մոտ գտնվող Բագեր սրբավայրում, որը հենց անունը հուշում է, որ եղել է նախաքրիստոնեական սրբավայր եւ մինչեւ այսօր շարունակում է ուխտատեղի մնալ Նաև այսինքն քրիստոնյա Հայաստանում ուխտատեղի մնալ ժողովրդի կողմից եւ խորհրդանշում էր ազգային հոգեվոր միասնությունը, այս սրբավայրի տարածքում մի նախաձեռնող խումբ, որը Սերունդ, Հայկյան Սերունդ անունով հանդես եկավ, մի խումբ հայ երիտասարդ մտավորականներ հիմնարկեք արեցին ազգային միասնության տաճարի։ Այնտեղ բացվեց հուշաքարը, որ կկառուցվի այստեղ ազգային միասնության տաճարը, նվիրված հայոց բուն տոմարի 4500 ամյակին։ Միաժամանակ միջոցառումներ էին տեղի ունենում Եղեգնաձորի շրջանում, Եղեգիսի մոտ գտնվող Զորաց եկեղեցում, հետաքրքիր է, սա այն հազվագյուտ եկեղեցիներից մեկն է, որը հատուկ կառուցված է եղել եւ նպատակաուղղված եղել զորքերին պատերազմի ճանապարհելուց առաջ ծիսական արարողություն կատարելու եւ այնտեղ այդ իրադարձություններ միջոցառումները կազմակերպում էր Հայ ասպետ հիմնադրամը պաշտպանության նախարարության հետ միասին եւ այսօր արդեն հենց բուն Նավասարդի 1-ին տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում պաշտոնական արարողություն Սերունդ նախաձեռնող խումբը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ պաշտոնական արարողություն արեցին։ Դա տեղի ունեցավ, ինչպես տրամաբանությունն է հուշում, հենց Հայկ Նահապետի արձանի մոտ տեղի ունեցավ ուրեմն այնտեղ պաշտոնական պսակադրություն, որից հետո պաշտոնական միջոցառումը շարունակվեց Հայկ Նահապետի արձանից ընդամենը մի քանի տասնյակ մետր ներքև գտնվող Ազատության այգում։ Ազատության այգին, սա այն այգին է, որտեղ հուղարկավորվեցին, թաղվեցին մեր վերջին ազատամարտի, Արցախյան ազատամարտի առաջին զոհերը 1990 թվականին, այն ժամանակ դեռ եռաբլուրը չկար եւ հետագայում 7 հայորդիներ այնտեղ հուղարկավորվեցին եւ այգին ստացավ Ազատության այգի անվանումը եւ այսօր այնտեղ կատարվեց փաստորեն պաշտպանության նախարարության կողմից, որը պետությունն էր ներկայացնում, պետական ցավոք սրտի միակ օղակը, որ այսպես հանդիսավորությամբ նշեց այս տոնը, հուսանք որ իհարկե հաջորդ տարվանից ամբողջ պետությունը եւ համայն հայությունը կնշի Նավասարդի 1-ը։ Տեղի ունեցավ այս նշումը։ Ուրեմն Ժամը 10-ից սկսեց մինչև 11-ը եւ անմիջապես հիմա մենք փաստորեն ընդամենը միջոցառման ավարտից անցել են րոպեներ, մենք ցանկացանք, որպեսզի Սփյուռքի մեր հեռուստադիտողը եւս հաղորդակից լինի այս կարևոր ուրեմն տոնակատարության նշմանը եւ անմիջապես հենց այնտեղ նկարահանած մի հատվածը, այսպես կարևոր դրվագները հիմա ցանկանում ենք ուղիղ եթերով ներկայացնել ձեզ, քանի որ նկարահանումը արված է այսպես ոչ մշակված, սա չի մշակվել, չի մոնտաժվել, պարզապես ուղիղ եթերի այսպես տպավորությամբ նյութն է, որը հիմա ես խնդրեմ մեր օպերատորը ներկայացնի, որից հետո կխոսենք տոնի խորհրդի մասին։ Խնդրեմ։
Այսօր մենք հավաքվել ենք նշելու հայոց ամենահին և ամենափառապանծ տոնը, մեր նախնի Հայկ Նահապետի հանուն հայոց աշխարհի և ազգի ազատության տարած մեծ հաղթանակի։ Այդ հաղթանակից սկսած մեր նախնիները սկսեցին հաշվել հայոց բուն տոմարը, որի 4500-ամյակն այսօր նշվում է հայոց աշխարհի և սփյուռքի բազմաթիվ անկյուններում։ Նշանավորումն ազգային մեծ տոնի 3 հայկյան սերունդ նախաձեռնող խմբի կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի ենթաշրջանում Բագեր Սրբաթեում անցկացվեցին նավասարդյան խաղեր, որոնք վերցվեցին ազգային երգով ու պարով մարզական միջոցառումներով։ Սրբավայրի տարածքում, որ նուկտատեղի է եղել մեր ժողովրդի համար նախաքրիստոնեական ժամանակներից մինչ այսօր, կատարվեց հիմնարկեքը ազգային միասնության տաճարի, որը կկառուցվի առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում։ Այսօր նույն նախաձեռնող խումբը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ նոր Նորքի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակում է հայկյան մեծ հաղթանակի և հայոց բուն տոմարի 4500-ամյակի միջոցառումները։ Այսօրվա մեծ տոնի պատմական խորհուրդը ներկայացնելու համար խոսքերում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ պատմաբան Արտակ Մովսիսյանին։ Շնորհակալություն։ Այսօրվա մեր միջոցառումը մեզ նորից մղում է մտածելու, որ այս արևի տակ ոչինչ պատահական չի լինում։ Քիչ առաջ մենք Հայկ Նահապետի արձանի մոտ էինք և խորհրդային ժամանակներում, երբ որ ճարտարապետ Նուրի Ջանյանի հիասքանչ այդ կոթողը կանգնեցվում էր, խորհրդային իշխանությունները որոշեցին հեռու մի տեղ, որ այն ժամանակ ծայրամաս էր համարվում, նոր թաղամասում, որ այսօր ծաղկում թաղամաս է, դնել հեռու մի տեղ, որպեսզի ազգային զարթոնքին քիչ նպաստի։ Երևի որևէ մեկի մտքով այն ժամանակ չէր անցնում, 80-ականների վերջին աֆղանական պատերազմի վետերանների համար տրամադրվեց այս տարածքը և էլի որևէ մեկի մտքով չէր անցնում, որ սա ազատության այգի է դառնալու։ Եվ երբ որ Արցախյան ազատամարտը սկսեց, մեր առաջին զոհերից մեկը Կարեն Ավետիսյանը և զոհվեց, ինքը աֆղանական պատերազմի վետերան էր և որոշեցին տարածքը հատկացնել։ Այս տարածքը, որտեղ 7 հայորդիներ են հանգչում Արցախյան պատերազմի, դարձավ սրբատեղի մինչև Եռաբլուրի ստեղծումը և այնուհետև նոր Եռաբլուրում որոշեցին մեծ համահայկական, այսպես պանթեոն կառուցել և պատահական չի, որ այսօր հայկյան մեծ հաղթանակի 4500-ամյակը մենք նշում ենք այստեղ Հայկ Նահապետի արձանի հովանու ներքո և մեր վերջին մեծ ազատամարտի հերոսների շիրիմների հարևանությամբ։ Ես բնականաբար օրվա խորհուրդը ներկայացնելու հետ կապված Հայկ և Բերդի պասքը չեմ ներկայացնի, որովհետև ամեն հայի դպրոցական հասակից շատ լավ հայտնի է։ Ես ուզում եմ 3 շատ կարևոր խորհուրդների վրա կանգ առնել, որ Հայկի պատմությունը, հայկյան հաղթանակի պատմությունը մեզ հաղորդում է։ Գիտեք բոլորդ, որ ոչ միայն հայկական աղբյուրներն են այս մասին գրում, վրացական աղբյուրներում նույնիսկ հաղորդվում է, որ Հայկը երբ որ բռնակալ վերի դեմ էր պատերազմում, հավաքեց իր մերձավորներին և կարևոր պատվիրանը, որ տվեց, հետևյալն է, որ մենք չենք ճանաչում ոչ ոքի բացի Արարիչ Աստծուց։ Այսինքն հայի էությանը բնորոշ է եղել ի սկզբանե հավատարիմ մնալ միայն մեկ Արարիչ Աստծուն, միայն լույսի պաշտամունքին և լինել բարեպաշտ։ Եվ այդ պատգամը հաղորդվել է մեզ և մենք դրա կրողներն ու շարունակողներն ենք։ Երկրորդ շատ կարևոր խորհուրդը, որ մեզ տալիս է հայկյան պատմությունը, դա այն է, երբ Բելը մոտեցավ Հայաստանի սահմաններին, ուղարկեց սուրհանդակներ համոզելու համար Հայկին, որ արի իմ տերության մեջ, որտեղ ուզում ես լավագույն պայմաններով բնակվի։ Հայկ Նահապետը հրաժարվեց, որովհետև մեր էությանը անհարիր էր ապրել օտար հողում, և սա պատգամ է մեզ, հայրենապաշտության պատգամը, հայի լավագույն տեղը այս արևի տակ իր հայրենի երկիրն է, և սա Հայկ Նահապետը իր օրինակով ցույց տվեց։
տապալելով բռնակալությունը, տապալելով բռնակալ բերին։ Եվ երրորդ շատ կարևոր մի պատգամ, որ մեզ հաղորդվում է, դա անշուշտ այն է, որ պետք է շարունակել հարատևել Նավասարդյան տոները եւ ամեն տարի մեզանում եղել է այսպես ավելիած ամսվա 5 օրը, որ տոնական էին եւ նախորդում էին Նավասարդի 1-ին, մեր ժողովուրդը ոչ միայն անցկացրել է տոնախմբություններով, երկու պարով, մարզական միջոցառումներով, որին նմանը մենք 3 փորձեցինք անել Լորվա մարզում, այլ նաեւ կատարվել է կարևոր մի բան, արքան հրավիրում էր աշխարհաժողով։ Աշխարհաժողովը քննարկում էր նախորդ տարվա արածը եւ որոշումներ ուղենիշեր էր որոշում հաջորդ տարվա համար։ Այսինքն Նավասարդյան տոնը մեզ համար եղել է նաեւ յուրօրինակ կյանքի ամփոփման եւ ապագայի ուղենշման տոն։ Եվ այս առումով կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այդ ավանդույթը եւ հավանաբար ճիշտ կլինի դա վերածել համահայկական համազգային կարևոր մի տոնի եւ ամեն տարի օգոստոսի 11-ին համայն հայության ներկայացուցիչները փորձեն հավաքվել քաղաքամայր Երևանում, տեսնել ինչ ենք արել եւ որոշել թե ինչ ենք անելու։ Սա կարևորագույն խորհուրդներ են, որ հայկի պատմությունը հաղորդում է մեզ եւ այս խորհուրդներով ես ուզում եմ, որ մենք ապրենք տոգորված եւ մեկ անգամ եւս շնորհավոր բոլորիս այգան մեծ հաղթանակի 4500 ամյակը։ Հարգելի բարեկամներ, խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանին։ Պարոնակ գեներալներ եւ սպաներ, հարգելի հայրենակիցներ, սիրելի զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, թույլ տվեք Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի եւ անձամբ իմ կողմից շնորհավորել մեզ բոլորիս այս հիասքանչ տոնի կապակցությամբ։ Իրավամբ շատ քիչ ազգեր կարող են հպարտանալ, որ այսպիսի մի պատմություն ունեն, երբ 5000-ամյա դարերի ընթացքում կարողացել են պահպանել մեր ազգը, կարողացել են պահպանել հայի ամբողջ էությունը եւ այսօր էլ շարունակում են կերտել մեր այսօրվա պետականությունը եւ ապացուցել ամբողջ աշխարհին, որ իրենք մասնիկն են այս երկրագնդի եւ կարող են մյուս ազգերի հետ միասին հավասար ապրել, արարել, զարգանալ եւ արարել այն ոգին, այն ազատատենչ ոգին, որը որ կերտվել է դեռևս 4500 տարի առաջ։ Այս մենամարտում հաղթեց արդարությունը չարի նկատմամբ, այս մենամարտում հաղթեց ազատությունը բռնակալության նկատմամբ եւ հետագայում բազում դարեր, բազում տարիներ գոյատևեց մեր պետականությունը։ Չնայած 14-րդ դարում անկում ապրեց մեր պետականությունը, բայց այն ամենայնիվ 19-րդ դար, 20-րդ դար հայ ժողովուրդը նորից ոտքի կանգնեց եւ իզուր չէ, որ մեր զոհված ընկերների շիրիմները այսօր կանգնած են հենց հայկի արձանի դեմ դիմաց եւ մեր զոհված ընկերները, մեր ողջ ժողովուրդը այսօր կարողացավ ապացուցել իր գոյատևման ամբողջ ճշտությունը, կարողացավ համախմբվել եւ հայկական ազգային ազատագրական շարժման, Արցախյան գոյապայքարի ընթացքում տանել մեր ժողովուրդը այն ամենին, ինչ ժողովուրդը ինքն է ցանկացել, տանել դեպի անկախություն եւ ազատություն։ Հաղթանակների այս շարանը այսօր ամենամեծ խորհուրդն են եւ այսօր մենք առաջին հերթին պետք է երախտապարտ լինենք մեր ողջ ժողովրդին, որ պահպանել եւ դարերի ընթացքում փոխանցել է մեր ժողովրդի պատմությունը եւ տարբեր միջոցառումների ժամանակ ես ասում եմ, որ ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով եւ քաղաքակրթությամբ։ Մենք կարողացել ենք ուժով կերտել մեր պատմությունը, պահպանել եւ այսօր մենք գնում ենք դեպի քաղաքակրթություն, գնում ենք դեպի զարգացում, որովհետեւ այսօրվա պահանջներն են դրանք տիրապետել առաջատար աշխարհի բոլոր չափանիշներին եւ այդ չափանիշներն են, որ կտանեն դեպի զարգացում մեր հայրենիքը։ Այսօր երախտագիտության խոսքեր եմ ուզում ասել նաեւ մեր ողջ պատմաբաններին, որոնք նախաձեռնել
եւ այսօր իրականացնում են այս տոնը, կարծես թե մի փոքր մոռացված տոն է, բայց այն տոն է, որ պետք է մատուցվի ոչ միայն Հարությունյան, այլ պետք է մատուցվի ամբողջ աշխարհին։ Ես ուզում եմ մեր մեծ երախտագիտությունը հայտնել մեր նորօրյա հայ ժողովրդի պատմության վերջի հաղթանակների կերտողներին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, մեր բոլոր կռվող տղաներին, մեր բոլոր ազատամարտիկներին, որ այսօր կանգնած են մեր հետ եւ նշում են այս տոնը, բոլոր զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին, նրանց փոփանքի խոսքեր ասելու հետ մեկտեղ ասել, որ եւ դուք եւ մենք բոլորս պետք է հպարտություն ապրենք, որովհետև ձեր զավակների եւ մեր մարտական ընկերների թափված արյան շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք խաղաղ պայմաններում ապրել եւ մեր բոլորիս խնդիրն է, որպեսզի մի քիչ ավելի ուշադիր լինենք եւ գոնե մեր շնորհակալական, երախտագիտական հասարակ այսպես մարդկային խոսքը ասենք ձեզ բոլորիդ։ Կարծում եմ, որ մեր զոհված ընկերները, քանի որ այստեղ շիրիմների մոտ ենք մենք գտնում, մեզ զրկել են սխալվելու իրավունքից, այսուհետ մենք միայն ու միայն միասնական կերպով կարող ենք բոլոր այն սպառնալիքներին դիմակայել, որ կան այսօր Հայաստանի Հանրապետության շուրջը ստեղծված։ Այսպիսի շիրիմները, այսպիսի կոթողները պետք է բաց ռազմահայրենասիրական դաստիարակության դասարաններ դառնան։ Այսպիսի կոթողները պետք է ժողովրդի իսկ ձեռքով, մարտական իսկ ընկերների ձեռքով բարելավեն, գեղեցկանան, որովհետև այս քարեղեն կոթողների միջոցով է, որ մեր ընկերների ոգու այդ ամբողջ հուրը արյան ճառագայթների շնորհիվ անդրադարձն են ունենալու մեր մատաղ սերնդին եւ մատաղ սերունդն է, որ մեր հայրենիքը տանելու է դեպի առաջընթաց։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կերտել են մեր հայ ժողովրդի պատմությունը։ Նորից շնորհավորում եմ եւ նորից մեզ բոլորիս հաջողություններ եմ ցանկանում եւ մեր ողջ ժողովրդին բարեկեցիկ կյանք եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք հիմա դիտում եք կադրեր ընդամենը րոպեներ առաջ տեղի ունեցած պաշտոնական արարողության, որը Երևանի Նոր թաղամասում Հայկ Նահապետի արձանի հարևանությամբ ազատության այգում էր նկարահանվել։ Հիշեցնեմ ուղղակի, որ նկարահանումները սիրողական էին եւ անմիջապես ես ուղղակի ուզեցի հաղորդակից դարձնել մեր հայրենակիցներին եւ նկարահանումների ոչ բարձր որակը դրա հետ էր պայմանավորված, սակայն կարծում եմ կարևորը ոգու հաղորդումն էր եւ այս ոգու փոխանցումը նաեւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ոչ թե զուտ տեխնիկական ինչ-որ մանրամասներ։ Ուրեմն մեր բուն տոնին անդրադառնալով բնականաբար նշենք, որ բոլոր հայորդիներին եւ ոչ միայն հայորդիներին ծանոթ է այս պատմությունը եւ հայագետներին քաջ ծանոթ է պատմությունը, որ այս դրվագը մեր պատմության հերոսական այս դրվագը, որ մեր վաղնջական ժամանակների հետ է կապվում, առավել հանգամանորեն բնականաբար ներկայացրել է Մովսես Խորենացին, ձեզ բոլորիդ
քաջ հայտնի իր կոթողային հայոց պատմություն աշխատության էջերում, այնտեղ մենք ունենք մի քանի բաժնով ներկայացված, իր առաջի գրքում ներկայացնում է Հայկի ապստամբության մասին ամբողջ հատվածը, Բեյլի արշավանքը դեպի Հայաստան եւ նրա ջախջախումը Հայկի եւ հայկյանների կողմից, որով սկզբնավորվում է փաստորեն հզոր մեծ անկախությունը, հայկյան այսպես նոր ինքնության կայացումը, որը մեր նախնիները շատ հետաքրքիր կերպով որոշեցին նշել տոմարի սկիզբ հայտարարելով։ Ես ասեմ, շատ քննարկումներ են եղել եւ այսօր էլ հարցադրում կա, արդյոք 4500-ամյակը տոմարի ճիշտ է, որովհետեւ այս հաշվարկը արել է Ղևոն Դալիշանը։ Արել է Ղևոն Դալիշանը 19-րդ դարում եւ ինչպես է կատարվել հաշվարկը։ Մինչև բուն հաշվարկին անցնելը ես պարզապես ասեմ մի պարզ տրամաբանություն։ Տոմար կարող էր հիմնվել պատմության ցանկացած ժամանակ որևէ մեծ իրադարձություն հայտարարելով ինչ-որ նոր ժամանակի սկիզբ։ Օրինակ ասենք Սելևկյանները, երբ որ հաստատեցին իրենց թագավորությունը, Սելևկյան տոմարը հաշվում էր բնականաբար Սելևկոս Նիկատորի իշխանությունից սկսած, իրենց հիմնադրի իշխանությունից սկսած։ Կամ նույնիսկ մեր պատմության մեջ հետաքրքիր դրվագ ունենք։ Տիգրան Մեծը, երբ որ տիրեց Միջերկրական ծովի արևելքին, մի շարք փյունիկյան քաղաքների, Բեյրիթը, որ այսօրվա Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն է, Լաոդիկե քաղաքին եւ այլ քաղաքների շնորհեց ազատություններ։ Երախտապարտ քաղաքները իրենց նոր քաղաքային տոմարը սկսեցին հաշվել Տիգրան Մեծի շնորհած ազատությունների օրվանից։ Այսինքն տեսեք, եթե նույնիսկ օտար տիրակալի շնորհած ազատությունները կարող են դառնալ նոր տոմարի սկիզբ, բնականաբար սեփական անկախության համար մեծ հաղթանակը բնականաբար կարող էր դառնալ նոր տոմարի սկիզբ։ Եվ սա շատ հատկանշական է, որ մեր նախնները որոշեցին այսպես նշել տոմարը։ Ես շատ համառոտ ներկայացնեմ ինչպես է հաշվարկը կատարվել։ Ուրեմն մեր մատենագրությունից հայտնի է, որ 428 թվականին վերջանում էր հայկյան մեկ շրջան։ Ինչ բան է հայկյան շրջանը։ Ուրեմն մինչև 1084 թվականը մեր թվարկության հայոց տոմարը շարժական էր։ Այսինքն, եթե մի քիչ բաղկացած էր 365 օրվանից եւ 4 տարին մեկ չէր ավելանում 1 օր։ Եթե կոպիտ ասենք, փետրվարի 29-ը չկար այն ժամանակ։ Եվ այդ պատճառով 4 տարին մեկ օր տեղաշարժվում էր տարեսկիզբը։ Եվ որpիսի մեկ օր տեղաշարժվելով նորից վերադառնա իր սկզբնական դիրքին, ամբողջ շրջանը պտտվի, պետք է որ դա տևեր 365 անգամ 4 տարի, որպեսզի 365 տարի պտտվեր, ես հիմա խնդրեմ մեր օպերատորը ցույց տա, եւ 365 անգամ 4 անում է 1460 տարի, որպեսզի կրկին տարեսկիզբը գար իր սկզբնական վիճակին։ Սա մեր մատենագրության մեջ կոչվում է հայկյան շրջան։ Հիմա Ալիշանը ուներ տեղեկություն, որ 428 թվականի օգոստոսի 11-ին ավարտվել է մեկ հայկյան շրջան։ Պետք էր գտնել սկիզբը։ Նա 1460 տարի հետ գնաց, այսինքն մեկ շրջան հետ գնաց եւ ստացավ Քրիստոսից առաջ 1032 թվականի օգոստոսի 11-ը։ Այս թվականը ոչինչ չէր ասում։ Հայոց պատմության ոչ մի նշանավոր իրադարձությանը չէր կապվում, ուստի եւս մեկ շրջան հետ գնալով ստացավ Քրիստոսից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ը, որը համապատասխանում էր Աստվածաշնչյան ժամանակագրության եւ այն ժամանակ մեծ քաղաքացիություն ունեցող Եվսեբեոս կեսարացու ժամանակագրության Բեյլի մահվան հետ։ Ուստի այստեղ որպես համոզմունք կանգ առավ եւ ընդունվեց նրա հուշիկ հայրենյաց հայոց աշխատության մեջ առաջին անգամ սա հրատարակվել, այնուհետև բազմաթիվ վերահրատարակումներ ունեցավ եւ այս թվականը ճանաչվեց որպես հայոց բուն տոմարի սկիզբ, այսինքն Ալիշանի մեծանուն հայագետ Ղևոն Դալիշանի տոմարական հաշվարկի շնորհիվ է, որ փաստորեն մենք տեսնում ենք վերականգնվում է հայոց բուն տոմարի սկզբնահաշվարկի օրը, Քրիստոսից առաջ 2492 թվական օգոստոսի 11, այսինքն այսօր լրանում է 4500 ամյակը։ Եվ այս հաղթանակից սկսած է, որ մեր նախնիները փաստորեն տոնում են եւ այսօր պաշտոնապես, օրինակ, եթե դուք նայեք Էջմիածնի օրացույցները, երկու տոմարական հաշվարկ է միշտ նշվում՝ զուգահեռ բուն հայոց թվական եւ նշվում է Քրիստոսի ծննդյան թվականը։ Այսինքն սա մեծ քաղաքացիություն ստացավ եւ արդեն 150 տարվա ավանդույթ ունի։ Հիմա ես խնդրեմ մեր
օպերատորը մեզ ցույց կտա այսպես համառոտ երկու փոքրիկ նյութ ենք մենք պատրաստել կապված ուրեմն այս թեմայի հետ, երկուսն էլ կուղեկցվի Ավետ Տերտերյանի մեր հրաշալի կոմպոզիտորի ստեղծագործություններով, առաջինը Հայկի եւ Բելի ճակատամարտի այսպես քարտեզագրված ներկայացումն է, թե որտեղից շարժվեց եւ որտեղ տեղի ունեցավ ճակատամարտը, զորքերի դիրքը, երկրորդը մեր օրացույցը կլինի։ Հիմա խնդրեմ առաջին նյութը օպերատորին ցուցադրի։ Այստեղ դուք տեսակ երկու փուլերով ներկայացրած ճակատամարտի սկիզբ եւ արդեն ճակատամարտի հաղթական ընթացքը քարտեզագրումը։ Հիշում եք, որ Բաբելոնից շարժվելով Հայկի դեմ, անցնելով Կադմեատան տարածքով, որտեղ Հայկը թողել էր իր թոռ Կադմոսին, շարժվեց Բելի բանակը մինչև Վանա լճակի, Վանա ծովակի ափը եւ այնտեղ հայոց ձորում տեղի ունեցավ նշանավոր ճակատամարտը։ Այստեղ շատ հետաքրքիր մի կարևոր նշում է, որ մենք պետք է միշտ նկատի ունենանք սա։ Հայկին առաջարկվեց բնակվել իր տերության ցանկացած շրջանում եւ լավագույն ամենաարտոնյալ պայմաններով։ Ժամանակակիցները հին արևելքում ասում էին, որ Բաբելոնը աշխարհի կեսն է, այսինքն աշխարհի այն ժամանակվա ամենազարգացած, ամենաշքեղ, ամենաճոխ քաղաքն էր, սակայն Հայկը մերժեց։ Հայ մարդը պետք է հաստատվի իր հայրենիքում, որովհետև օտար, գեղեցիկ, ինչ որ փայլուն այսպես արժեքները մեզ համար չեն, ինչ որ մերը չի, դա պետք չի, որ մեզ գայթակղի։ Սա թերևս պատվիրան է։ Ես չեմ ուզում այս խոսքը, որ հանկարծ հնչի որպես հանդիմանություն, որովհետև այն, որ այսօր մեր հողի վրա ապրում է մեր ժողովրդի ընդամենը 30%-ը, սա պատմական ճակատագրի ցեղասպանության հետևանքն է։ Ես հուսով եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք հաղթահարել եւ կկարողանանք միավորվել բոլորս մեր հողում Հայաստան աշխարհում, որը անշուշտ իր սահմանները նորից պետք է վերականգնի նախապատմական սկզբնական ժամանակաշրջանի սահմաններին համեմատ։ Ավանդության համաձայն արդեն նշվեց, որ այդ օրվանից սկսած Հայկը եւ իր հարազատները սկսեցին նշել տոնը։ Մեր ավանդությունը պատմում է, որ հայոց բուն տոմարը եւ հայկական օրացույցը Հայկը անվանակոչեց իր որդիների եւ դուստրերի անուններով։ Շատ կարևոր մի նշում եմ ուզում այստեղ անել։ Նախ հիշենք, որ Հայկի պատմական, այսպես նահապետ կերպարից առաջ մենք ունենք Հայկ աստվածությունը, որը դեռևս 28-27-րդ դարերում հիշատակվում է որպես հայոց առաջին պետության Արատտայի հովանավոր աստված, եւ նա համարվում էր տիեզերաստեղծ, իմաստնագույն հայ Աստծո որդին։ Եվ երկրորդ կարևոր նշումը անպայման անեմ, որ եթե 4500-ամյակն ենք նշում, դա չի նշանակում, որ հայերը ծանոթ են օրացույցին միայն 4500 տարի, որովհետև օտար ուսումնասիրողները դեռ 19-րդ դարավերջին ցույց էին տվել, որ կենդանակերպի զոդիակի ծնունդը տեղի ունեցել հայկական լեռնաշխարհում եւ արեգակնային օրացույցը մեր նախնիները ճանաչել են դեռևս Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի սկզբին, համենայն դեպս գոնե 2800-2600 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում։ Այսինքն մենք այստեղ ունենք տոմարի նշումը եւ ես հիմա կուզենայի մենք մի փոքրիկ տեսանյութել նորից Տերտերյանի երաժշտության ուղեկցությամբ դիտեինք, որը կներկայացներ հայոց բուն տոմարը իր ամսանուններով, օրանուններով եւ ժամանուններով։
Խնդրեմ։ Դիտեցինք ուրեմն հայոց բունտոմարին նվիրված մի փոքրիկ նյութ պատրաստված, որը մեզ կրկին մտորելու տեղիք է տալիս։ Տեսեք, հետաքրքիր է, որ ամենավերջի հատվածում դուք տեսաք մեր ժամանունները։ Ամեն ժամ ունի իր անունը։ Շատ կարևոր է, սա թերևս գաղափարախոսական մեկնություն կարող է ունենալ, այսինքն մեր նախնիների կողմից գնահատվել է ամեն ժամ, ոչ մի ժամը չի անտեսվել, եւ երբ որ մենք անդրադարձ են կատարում նավասարդյան տոներին, մենք տեսնում ենք, որ մեր նախնիների մոտ ժամը, ժամանակը ճիշտ կազմակերպելու հատուկ ավանդույթ է եղել, որ այսօր իմաստ ունի վերականգնելու։ Նավասարդյան տոները դրանք ոչ միայն երկու պարի, ուրախության, այսպես մարզական միջոցառումների տոներ էին, այլ նախ եւ առաջ երկրի կյանքը կանոնավորող, որտեղ բազմաթիվ տեղեկություններ ունենք, որ նավասարդյան տոների ժամանակ երբեմն կոչվում է իր ժամանակ նորաբեր տոնին, նորաբեր տոնի ժամանակ հրավիրվում էր արքայի կողմից աշխարհաժողով։ Աշխարհաժողովին մասնակցում էին բոլոր խավերի ներկայացուցիչները, սկսած ուրեմն իշխաններից, նախարարներից, նահանգապետերից, քրմապետ, քրիստոնեական ժամանակում արդեն կաթողիկոս, մինչև ռամիկ շինականներ եւ դասապետ շինականաց։ Այսինքն ամենաստորին խավը համարվող նույնիսկ շինականները իրենց ներկայացուցիչներն ունեին երկրի բարձրագույն խորհրդակցական ժողովում, որը կոչվում էր աշխարհաժողով։ Եվ աշխարհաժողովը ամփոփում էր նախորդ տարվա եղածը, անելիքները եւ ամենակարևորը որոշումներ կայացնում հաջորդ տարվա համար։ Սա այսօր մեզ համար շատ կարևոր է, որովհետեւ մենք կարիք ունենք կրկին վերականգնելու եւ Հայաստան Սփյուռք համաժողովները, որ տեղի էին ունենում, ժամանակին առիթներ ես ունեցել եմ նաև կազմակերպիչների հետ խոսելու, որ գուցե միանգամից դա համապատասխանեցվի նավասարդյան օրերին, մանավանդ որ այսպես թե այնպես ամառն է, երբ որ սփյուռքահայությունը հիմնականում այսպես ավելի ազատ լինելով ավելի հակված է այցելություններ կատարել Հայաստան եւ ամեն այսպես նավասարդյան տոների կարելի է կատարել այդ միջոցառումները, որոնք լինեն մեր ազգի համար
ժամանակի կատարածը ամփոփելու եւ առաջիկա ժամանակում նոր անելիքները ուղենշելու տոնակատարություններ նաեւ։ Սա կարծում եմ կարևոր է եւ պետք է վերականգնել մեզանում։ Եվ ես կուզենայի, որ մեր այսօրվա հաղորդումը մենք հիմնականում այսպես անենք ընդգծելու համար հայկյան հաղթանակի խորհուրդները եւ մեզ փոխանցած խորհուրդները։ Այդ տեսանյութի մեջ իմ խոսքի մեջ ես նշեցի, որոնք ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել կարևորելու համար։ Տեսեք, առաջին կարևոր բանը, որ ովքեր ենք մենք հայերս, եւ նույնիսկ վրացական աղբյուրն է հիշատակում այդ գեղեցիկ դրվագը, որ Հայկը հավաքելով իր մերձավորներին ասեց, որ մենք չենք ճանաչում ոչ մեկի իշխանությունը բացի Արարիչ Աստծուց։ Այսինքն ի սկզբանե մեր էությանը բնորոշ է արարչական բարեպաշտությունը։ Ի սկզբանե, սա շատ կարևոր է, եւ մենք չենք դավաճանել մեր էությանը։ Այնուհետև այս բարեպաշտությամբ առաջնորդվելը մեր պատմության մեջ մենք տեսնում ենք կարմիր թելով անընդհատ անցնում է։ Շատ կարևոր է, որ հայրենապաշտության դրվագը, հայրենապաշտությունը եւ սեփական հողի վրա ապրելը, սեփական հողի վրա անկախ ապրելը, անկախ ազգային պետականությունը որպես բացարձակ արժեք ունենալը։ Եվ սա նորից շարունակվել է անընդհատ մեր դարերում։ Հիշենք հույն պատմիչ Քսենոֆոնի Կյուրոպեդիա աշխատության մեջ հաղորդվող պատմությանը, որ վերաբերում է Քրիստոսից առաջ 6-րդ դարին, երբ որ մարած Աժդահակ թագավորի դեմ ապստամբել էր հայոց արքան եւ խաբեությամբ նա ձերբակալվեց եւ դատն էր տեղի ունենում, ի պատասխան այն հարցի, թե դու ինչ էիր ապստամբել, շատ հստակ է պատասխան, ասում է, որովհետեւ ձգտում էի ազատ ապրել, որպեսզի իմ որդիներին եւս ազատություն թողնեմ, եւ կառուցում էի ամրոցներ եւ ապստամբեցի։ Այսինքն հայկյան ոգին ազատ ապրել եւ որդիներին ազատություն թողնել հայրենի հողում մեզանում շարունակվում է եւ դա անընդհատ է։ Եվ բնականաբար երրորդ շատ կարևոր այսպես պատվիրանը, խորհրդանիշը, եթե ասենք, դա այն է, որ հասնել մեծ հաղթանակների եւ մեծ հաղթանակները դարձնել ժամանակի հաշվարկի սկիզբ, նոր ժամանակների սկիզբ։ Ինչպես որ այս հայկյան հաղթանակի դեպքում մենք ունենք, մեր պատմության մեջ մենք պետք է ձգտենք հավատարիմ մնալ դրան։ Տեսեք, մեր վերջի ժամանակաշրջանը հայոց պետականությունը անկում է ապրում, թագավորությունները անկում են ապրում եւ նոր ժամանակներում 1918 թվականին հայկյան ոգով մեր պապերը արեցին այն ինչ որ Հայկը ժամանակին արել է։ 18 թվականի մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Եվ տեսեք, մայիսյան հերոսամարտերը սկիզբ դրեցին նոր ժամանակի, նոր դարաշրջանի, այն է հայոց պատմության մեջ հանրապետությունների ժամանակաշրջանը։ Եվ այսօր մենք ապրում ենք հանրապետությունների ժամանակաշրջանում։ Սա մեր պետականության մեջ, գիտեք, որակապես նոր մի բան է, միապետություն ունեցել ենք մինչև 14-րդ դարը եւ հիմա արդեն հանրապետությունների ժամանակաշրջանը եւ դրան հասել ենք հաղթանակի շնորհիվ։ Եվ այս պատվիրանը հասնել հաղթանակի եւ հաղթանակը դարձնել նոր ժամանակի հաշվարկի սկիզբ պետք է անշուշտ մեր մտածողության մեջ անընդհատ շեշտվի, անընդհատ ընդգծվի։ Եվ իհարկե քաղաքակրթական նվաճումները, որովհետեւ հաղթանակ եւ քաղաքակրթություն միասին սա շատ կարեւոր է։ Շատ կարևոր է եւ տեսեք, հաղթանակը կարող են նշել տարբեր ձևերով, բայց ինչպես արդեն նշեցինք, հայկյան հաղթանակը նշելու համար ընտրվում է քաղաքակրթական արեգակնային օրացույցը եւ ընտրվում է դարերի համար։ Իսկ արեգակնային օրացույց մենք աշխարհի հազվագյուտ այն ժողովուրդներից ենք, որոնք առաջիններից են հասել արեգակնային օրացույցին, թերևս Եգիպտոսի եւ Շումերի հետ միաժամանակ կամ որոշ գիտնականների, որոշ ուսումնասիրողների կարծիքով առաջինը արեգակնային օրացույցի ծնունդը տեղի ունեցավ հենց հայկական լեռնաշխարհում։ Իհարկե սա այլ խոսակցության, այլ քննարկման նյութ է, բայց այնուամենայնիվ արեգակնային օրացույցը կապել հաղթանակի հետ, այսինքն հաղթանակը կապել քաղաքակրթական արժեքների հետ, որովհետև հայը իր բնույթով քաղաքակրթության արժեքներ տարածող է այս երկրի վրա, թերևս մեր ազգային առաքելության կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց դա է։ Եվ եթե փորձենք այսպես ամփոփել, մենք տեսնում ենք, որ հայկյան մեծ հաղթանակը մեզ պատվիրում է այսօր
հավատարիմ մնալ արարչական մեր էությանը և առաջնորդվել բարեպաշտությամբ։ Մեզ պատվիրում է հայկյան մեծ հաղթանակը, հաղթանակներ կերտել հայրենի հողում և հայրենի հողում ստեղծել ու պահպանել ազգային անկախ պետականություն, տունը կառուցել հայրենի հողի վրա և համախմբվել հայրենի հողում, որտեվ եթե անգամ Բաբելոնում ես գտնվում, վերադարձիր և քո հայրական տունը շենացրու, և հետաքրքիր է Հայկը, երբ որ վերադարձավ Բաբելոնից, առաջին գործը որ եղավ, դա առաջին տարածքը անվանակոչեց Հարք, որովհետև այսինքն թե հարք են աստեն բնակյալ, այսինքն իր հայրերն են այստեղ բնակվել։ Սա Բաբելոնից վերադարձը հայրական տուն մեզ համար նորից կարևոր է և սփյուռք հասկացության հետ է այսօր առնչվում։ Բաբելոնը բռնակալության այսպես ծնունդ էր և մեր սփյուռքի ստեղծվելը 15 թվականին նորից բռնակալ ուժի հետևանք էր, որը մենք պետք է կարողանանք հաղթահարել և անշուշտ տանենք հաղթանակներ և այդ հաղթանակները նշանավորենք քաղաքակրթական մեծ արժեքներով և այդ մեծ արժեքներից մեկը այսօր նորից մեր հայկյան մեծ հաղթանակի 4500 ամյակն է, որ մենք պետք է փորձենք նշել։ Այս տարի մենք դա արեցինք Հայաստանում առանձին, այսպես հայկյան սերունդ նախաձեռնող խումբներ, որ մի խումբ հայ մտավորականներ, երիտասարդ մտավորականներ արեցին, պաշտպանության նախարարություններ, Հայ ասպետ հիմնադրամներ, այսօր ժամը 1-ին Գառնիի տաճարում արորթիների ուխտը կկատարի հանդիսավոր արարողություն։ Այս տարի այսպես ավելի հատվածաբար եղավ։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ այս նախաձեռնությունը, որը իդեպ մենք նախաձեռնող խումբը մտադիր է ներկայացնելու Հայաստանի ազգային ժողովին, որպեսզի նավասարդի 1-ը հայտարարվի համազգային օր, այս նախաձեռնությունը կունենա իր ընթացքը և հուսով եմ, որ մենք կհասնենք այն բանի, որ այսուհետ նավասարդի 1-ը մենք ավելի հանդիսավոր նշենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլև Հայաստանում, Արցախում, Ջավախքում և ի սփյուռս աշխարհի ամբողջ հայությամբ։ Թող հայկյան ոգին մեզ միշտ ուղեկից լինի, հայկյան հաղթանակների տրամադրությունը միշտ լինեն մեզ հետ, մենք համոզված լինենք, որ անշուշտ փնտրողը գտնում է և ձգտողը հասնում է, և հայկյան հաղթանակը դրա լավագույն վկայությունն է։ Այսօր մենք ավարտենք այսքանով, մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս հայկյան մեծ հաղթանակի և հայոց բունտոմարի 4500 ամյակի կապակցությամբ։ Հաջողություն ձեզ։